Այսինքն ինքը վերևները արդեն ունեցել է, մենք լրատվամիջոց ենք գրանցված, մարդիկ հրավիրել են լուսաբանման համար։ Խնդիր չկա, ձեր իրավունքն է, խնդրեմ գմեզի դեմ Իհարկե։ դիք ամենաառաջինը։ Երկրորդը կարիքը կա ունի ձայնագրելու, որ ինչ որ ես խոսանք։ Մենք ուղիղ եթերում ենք աշխատում, զգուշացնենք։ Դե զգուշացել եք նախորդ։ Դե ասում եմ, մենք ուղիղ եթերում ենք աշխատում։ Ամբիոն նյուզ լրատվական կայքն է։ Կարող եք նախորդ զգուշացնել։ Դուք հարցրել եք։ Все, շատ լավ։ Երեք ձեր գործողությունն սրանց։ Մնացած հարկադիրները հասնեն ու կսկսեն։ Պետարման կատարողական գործողություններ։ Դիգ ինչ կնշանակե։ Երեք ներկայացել եք ծառայություն, իրազեկվել եք, որոշումներ ստացել եք։ Մի օրվա կվտար է, տուն չունին, տեղ չունին, որտեղ մնա։ Տվել եք 3, այսօր կդարում է, ճիշտ է։ Դուք տեղյակ եք, չէ՞ որ հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա։ Բարույթ է։ Հարգելիս հարցեր ունի ուղղակից։ Բում են որ դուք դեմ ես վտարում։ Ես չեմ գործը վարոհարգադիշ կատարում։ Ներկայացիք։ Սպասենք։ Այսպես վտարում կենի։ Զգուշացնել մաշտիկ տեղ չունին, ֆինանսապես ապահովված չեն, ուր է շտար դուսը։ Դուք գործով ոնց որտեղ կողմ չեք հանդիսանում, ճիշտ է։ Ինչու դե կողմեղնի ձեզի։ Որ դուս կենեք կողմեղնի։ Ճիշտ աշխատեք կողմեղնեք։ Անորեն գործերը կենեն ու կողմ կենի։ Ինչը կենի այդ մարդը կնա թակից հարատուն առնի, մի մարդը անոտևան մնար իշքան շատ Մի բարձրացրեք։ ուղղակի տոնայնությունս է այդպես։ Ուղղակի խոսակցական ձայնս է այդպես, տոն չի բարձրացնում։ Ձեր խնդիրը կներկայացնեք։ Ուրեմն ես Հովհաննես Ասադելյանն եմ, այս տնօրենի տերը 50% բաժնեմասով։ Այս տնօրենը պատկանել է իմ մամայիս, Զինա Ասադելյանին։ Ուրեմն երաշխավոր եմ կային ընկերոջս 13 թվականին։ Սնանկ է ճանաչվել, իր տունը կորցրել է տղեն։ Հիմա Ռուսաստանում է գտնվում։ Ուրեմն 21 թվականին կատարողական թեժ է ստացել տակը։ 16 թվականի օրենքն է կիրառել։ Ուրեմն կատարողական թեժ է եղել է բնակարանի բռնագանձման վաճառքի վերաբերյալ։ Բնակարանը ապօրինի
հանել են աջուրդ վաճառքի, որը ֆիքսված է Դադարանի Արաչյանի Դադարանի կողմից, փաստաթղթերը բոլորը ներկա են, առկա են։ Ներկայացնեք։ Հա, կներկայացնեմ։ Ուրեմն Դադարանը անվավեր է ճանաչել աջուրդի որոշումը, փաստաբանի սխալի պատճառով աջուրդները եւ դրանից հաջորդող պրոցեսները թողել է անփոփոխ։ Իսկ կներեք, մինչ աջուրդի հանելը դուք նամակներ չեք ստացել, որ պարտավորություններ ունեք։ Աջուրդի վերաբերվող ոչ մի նամակ մենք չենք ստացել։ Մենք մշտապես բնակվել ենք այս բնակարանում 1991 թվականից, երբևիցե մեր տուրը փակ չի եղել, միշտ հիվանդ ձեր մայրս տունն է եղել, եթե նույնիսկ մենք բոլորս երիտասարդները տունը չեն եղել, մաման միշտ տունն է եղել։ Մեր տուրը երբեք փակ չի, մենք գիշերը դաժե տուրը չենք բալինկով, մեր տուրը միշտ բաց է։ Նամակները չեն բերել ինչ-ինչ պատճառներով, ում կարգադարանքներով, ում հրամանով, ում ուղղորդությամբ։ Նամակները չեն եկել, աջուրդներից ընդհանրապես տեղյակ չեն եղել։ Աջուրդը ավարտվելուց հետո Դակից զանգե տեղեկացրել են կնոջս Աշկիլուս են տվել, որ ծեր բնակարանը վաճառվել է գրոշներով։ Կադաստրային արժեքը իրանց Դակի գնահատած կադաստրային արժեքն եղել է 11 միլիոն ու կես, վաճառվել է 5.770.000 դրամով, հալալ կես գնով։ Մաման 50%-ի բաժնեմասի տերն է, որը պետք է ըստ օրենքի իմացած ինֆորմացիայով փաստաբաններից տեղեկացել են, որ անց հեռամխելի գումարը 5.8 էր մամայի, որովհետև կադաստրային արժեքը 11.5 էր, կեսը իր գումարն էր։ Տունը ծախել են հենց այդ գնով։ Ու հիմի այդ գնի կեսը կուզեն մամային փոխհատուցեն, 2.9 կուզեն փոխհատուցեն։ Ընձել ընդհանրապես զրկին գա վերջի կացարանի հնարավորությունից, վերջի կացարանի գումարը այդ թվականի օրենսգրքով 4.9 միլիոն է եղել, 4.900.000 դրամ վերջի կացարանի միանավակ գումարը անձեռնամխելի գումար է, որ պարտադիր եթե քաղաքացին բնակարանից կզրկվի, այդ գումարը պետք է փոխհատուցվի պարտաբանից։ Այն մյուս մեր ցուցմունքները, մենք ինչ որ ունենք փաստեր, կարելի է ամեն ինչ ասել, որ ժողովուրդն իմանան, որ ինչի հիման վրա է վաճառվել 23 թվին մենք բան քրեական գործ հարուցեցինք, որը Արամ Տեփանոսյանի վրա մեր տուն գնորդը հենց ով որ առել է ունի Դակից 14 հատ քնված տուն, իսկ ինքը փաստերով կխոսանք ինքը սխալ ցուցմունք տվել է այն բանով, որ ինքն ու կինը իմացել են, որ Դակը տուն է վաճառում, հարի հայթայթել են գումարը, բարեկամների չգիտեմ ումից, բայց իմացել են էլի Գյումրիում խոսքեր կան, որ Դակի աշխատողը ինչ որ տոկոսով գումար տվող մարդկանց հետ համագործակցելը, երևի դրանց հետ է ամեն ինչը, մեկ էլ իմացել ենք, որ Արամ Տեփանոսյանը, ով որ տունը գնել է կոնկրետ ինքը գնորդը չի եղել, իր անունով ու ազգականների անունով կգնեն, հենց գնորդը ով որ է, Դակի հետ կապված տոկոսով գումարներ տվող այդ մարդկանց հետ է, կուզենք իմանանք, թե Արամի կինը, աներցակը, ինքը ըտկան գումար որտեղից իրանց, որ Դակի բոլոր տները կգնեն ու արկ ու վաճառ կկազմակերպեն։ Սովորական քաղաքացին ինչ որ տեղյակ չի եղել, հեչ մի անգամ։ Ես իմ բնակարանից աջուշտից տեղյակ չեմ, որոշակի մարդիկ են տեղյակ։ Հա, մենք տեղյակ չենք։ Մաման տեղյակ չէ, ինքը ոչ պարտապան է ուրեմն հարգելի լրագրողներ, ինքը ոչ պարտապան է եղել, ոչ երաշխավոր է եղել, ոչ պարտք է ունեցել պետական։ Ինչի՞ կփախնեն որ։ Իրա մենակ Հետաքրքիր ինչ խնդիրը, մենք մնացինք մենակ։ Ինչի՞ կփախնեն, իրանց բարած գործն է, իրանց պատած գործն է։ Տեսնի պետք է աշխատանքը դուս եկաք։ Ինչի համար կնա։ Ինչի՞ չեք ուզել Երևա, դուք աշխատող մարդիկ եք, Երևաց եք։ Հա, ինձ առողջն է։ Ոսիմ, բանը, Արամը սխալ ցուցմունք է տվել առաջին քրեականի մեջ, որ իրանք տուն չեն ունեցել տաներապես բնակվելու, դրա համար գնորդ գումարը հարի հայտայտել են, հինը իջել է։ Մեզ ամբողջությամբ փաստերով տրամադրեք։ թղթերով, բոլորը ինչ մասին մենք հիմա խոսում ենք, հարգելի ժուրնալիստներ, բոլորը փաստերով արձանագրված Դադարանի վճիրներով բոլորը հիմի ունին։ Փոստը սխալ եմ ներկայացրեք, հա։ Հա, հայ փոստը 23 թվականին, որ վաճառել էին տունը, մենք կարողացինք այս կարոպկեն ադմ
Պրոստը ֆիքսեք, որ մարդիկ հասկանան ինչի հետ գործ ունին։ Իսկ կներեք դուք ասեցիք հակակոռուպցիոնում ինչ որ վարույթ է նախաձեռնվել ինչ պայման վրա։ Արտահայտության զո են տարել մարդիկ։ Աշխատախության տակի արտահայտության զո են տարել։ Խոսացին գնան աշխատողները գնացին որն էր պատճառը Ինչի չհասկացան։ որ կան աշտարին թողնային Այսօն սա, այս տանը վերա, երբևիցե դատարանում չեմ հայտնվել, կյանքում առաջի անգամ եմ սպես բանի մեջ հայտնվել, մեր ընտանիքի բոլոր անդամները երբևիցե պետական փող չեն կերել, երբևիցե վարկ չեն վերցրել, խապե չվերադարձրել, երբևիցե մի ադամ անօրինական գործողություններում ընդգրկված չենք եղել, ոչ մի դատվածություն չունենք, հասարակ աշխատավոր ժողովուրդ ենք, ես մասնագիտությամբ ժեշտանջի եմ, այս ամբողջ պատմությունը հարգելի մեր չագեշների մեջ, դակի աշխատողները մտածել են, որ այստեղ են, եթե պայմաններ չունի, կարելի է իր ունեցվածքը, յանի ես բան ունիմ, այս մե բնակարանը հերս հետ եք Իսկ դուք անչափահաս երեխաներ Այդ ժամանակ երկու անչափահաս են եղել, հետո տարիների ընթացքում այս դատական պրոցեսների ընթացքում մեծս տարել է չափահաս է բայց հիմա անչափահաս ունենք տունը։ Ու ձեր կին որ Այս սաղ փաստաթղթերը հարգելի ժուրնալիստներ, այս փաստաթղթերը, այս փաստաթղթի փաթեթն այս ամեն ինչը, այս վերջի 3 տարվա աշխատավարձը, իմ աշխատավարձը, կնոջս աշխատավարձը, մորս սաղ թոշակը, այս փաստաբանների ու այս քսերոքսների վրա Որ փաստաբաններն ես ծախված սխալ կաշխատի, իրոք ու մեզ Մեր հետ օգտին խոսան չէ։ մենք իշտան Կնշեք փաստաբանների անունացկանները։ Առաջի փաստաբանը Սոնա Չիլինգարյանն է եղել, երկրորդն է Ռիմա Կոշտոյանը։ Այո, իրանց օգտին կաշխատի, Բոլորը բոլորը ժամկետները բաց են թողել, իսկ հիմա ուզում ենք վերականգնել, մեզ ասում են ժամկետները բաց թողած է, չեն կարող։ Քսեն փաստաբան սե մեղավոր, չէ՞ դու ես մեղավոր այդ փաստաբանից։ Լիցենզիան չի եկտվել տգե դանգարագետ ապուշին։ ապուշներին Եթե այդ ապուշին դուք լիցենզիա եք տվել, որ ինքը պիտի փաստաբան աշխատի, ուրեմն դուք եք մեղավոր, որ մարդը բանիմաց մասնագետ չէ ու մարդկանց պես պատմության մեջ չէ։ Ես բնակարանիցս կզրկվեմ տգե դանգարագիտության պատճառով այդ Ուղղակի մի ադամ կիսատ մնաց, որը ցուցմունք է տվել, որ ինքը տուն չունի, դրա համար եկի քնել են, որ ապրեն, քնակվեն։ Իսկ հետո մենք գնացել ենք, որ մեր տունը համաձայնությամբ կա, համաձայնության կալը 21 միլիոն է վաճառում ձեր վրա տունը։ Այսինքն ինքը 5 միլիոն է առել, շուկայականի ցածր կին, շուկայականի, այդ կնի տուն չկա։ Շուկայականի ցածր կին չէ, շուկայականի կիսուկես կին է։ Դա առնվազն 15 միլիոն արժե այս բնակարանը։ Այս բնակարանը միայն ձեզ է պատկանել որ աջուրտի է հանվել Չէ, համատեղ սեփականություն է եղել, ոչ թե։ Այսինքն մենակ ձեր բաժինն են Մենակին բաժինը չեն ծախել։ Ամբողջ տունն են վաճառել։ Ամբողջ տունն են վաճառել, մաման ճուժոյի պախմել, զրկվել է իր բնակարանից ու դաժե մի չեն ուզել փոխհատուցում տան նույնիսկ։ Այդ վիճակն է մեր մոդը։ Եթե դաժե մաման պարտապան եղնիր, ինքը ավելի լավ վիճակում կհայտնվեր հարգելի ժուրնալիստներ, քան հիմի է հայտնվել։ То есть եթե ինքը փող բանկից վերցրած եղնիր ու չտար, իր վիճակը ավելի լավ կեղնիր, քան հիմի։ Կիսուրիս առաջնային իրավունք չեն տվել, որ ինքը կարող է կառնել իր տղայի մասնաբաժինը։ Հիմի կրակն ենք ընկել, լավություն ենք ելել։ Իրավունքի ոտնահարում։ Լավություն չեն եք ոչ մեկի։ ոտնահարում։ Լավություն ենք ելել, խնդիր չէ։ Իհարկե Ասեք որ լրատվական։ Ամբիոն նյուս լրատվական Ինչպես։ Ամբիոն նյուս Ամբիոն։ նյուս այո Գրանցված նորմալ իհարկե Խնդրեմ Կիսատ մնաց։ Միշտ խոսքս կիսատ կմնամ։ Ինքը սխալ ցուցմունք տալով, իսկ հետո քննիչը այդ ամեն ինչը չպարզաբանելով, թե ինքը տուն ունի, թե չունի, երևի էլի իրանց օգուտ էր, միգուցե եւ օգուտ էր, չպարզաբանելով, թե այդ մարդը ճիշտ ցուցմունք ուտա, տուն ունի, թե չունի։ Մենք պետք է պարզաբանենք այդ ամեն ինչը։ Եթե մենք փաստաբան եղնենք, այս արդյունքին չենք հասնի։ Այսինքն ուժեղի մոտ Միշտ թույլը մեղավոր է, այսինքն որ վերևները մարդ չունենք, հա, մենք պետք է մնանք անօգնի բան։ Ուրեմն առաջի քրեական գործը է, այսպես կարճ երկու բառով մեկնաբանում, որ ավելի բարձ ու հասկանալի եղնի բոլորի համար։ Ուրեմն քրեական գործում մենք նշել էինք, թե կոնկրետ մենք դատավոր չենք ուզել ոչ մեկին մեղադրենք, մենք դիմել էինք դատարան, թող դատարանը
քննիչը գործը կարճել է այն հիմունքով, որ տիպը հեշտան չկա, ամեն ինչ նորմալ է։ Բայց հետո մենք կադաստրից պարզել ենք, որ ոչ թե Արամը բնակարան կացության վայր չունի, բնակարան կառնի ավրելու նպատակով, այլ այդ մարդը 10 քանի հատ տակից տուն է առել։ Ու այդ պահի դրությամբ իր անվան ու յանի քննիչը չի կրնացել պարզել, էլի։ Բացի այս սիստեմի մեջ վարույթ նախաձեռնել նախաձեռնելու համար։ Իրանց նկատմամբ չէ։ Չէ, մենք մի բարձել ենք, սել ենք, որ սխալ ցուցմունք է տվել։ Մի ապացույցներ կար, կատաստրով ինքը այդ ժամանակ ունեցել է երևի մի 4 հատ իր անունով տուն։ Բայց ինքը ցուցմունք է տվել, որ ինքը ընդհանրապես տուն չի ունեցել, բնակվելու համար է առել այդ տունը, բայց չէ որ քննիչ ձեզի ենք տվել գործը, ինչի համար կքննեք, ուղղակի նստիկ գրավոր գրեք, թե գումարները վերցնեք ձեր ջեբը տնեք, մենք չենք տվել, որովհետև մենք չիրեմ ինչ չենք եղել, չիրեմ։ Հայ փոստները սխալ աշխատել։ Հայ փոստը 23 թվականին չկարողացանք մենք հայ փոստով ցուցմունքներ տալ, որ նամակները մեզ չէր հասել, բայց 26 թվականին հայ փոստ մենք գնացել ենք, հայ փոստ գնացել ենք, որ արդեն բան է եղել 20 Ուրեմն հայ փոստ ենք գնացել ենք տակի աշխատակիցը քսեթուկ նամակ ունեիք, հետ վերադարձվածով չպահանջվածով հետ է վերադարձվել։ Այս բանից կփորձել այդ մարդիկ չեն փորձ է բերել։ Ահա, խնդրեմ։ Դա չեն փորձ է բերել։ Ուրեմն նամակը, քսենք նամակ դրի մնացել մոտը։ Փոստի աշխատողը նամակները այան գհանե, արդեն քիչկեն դրած հետ վերադարձվող, չպահանջվածն ինչ կրնայինի, մենք տունն ենք, դու զանգել ես մեզի, ուրիշ նամակ բերել ես, այդ նամակը պետք չէր, հա որ բերեին, ամսու 23-ին է գնացել, արդեն 29-ի համար, իրակ պտիշկատները նոր ամսու 29-ի պետք է հետ վերադարձնել, դեր 6 օր ունեին իրանք բերելու մեջ տուն։ Անա այդ ձև եղել, 23-ին էլ եղել այդ ձև, որը մենք տեղյակ չենք եղել կանրակ։ Հիմի դուք ինչ եք պահանջում Թահակի աշխատակիցներից։ Օրենքով աշխատի։ Որ չվտարեն մինչև դատական հանգուցալ ուզումը, մինչև վերջ, եթե մենք մեղավոր ենք, պետք չէ որ տակը կա մեզի տնից դուս են է, մենք աբուր ունեցող, նամուս ունեցող ժողովուրդ ենք, մենք կամավոր կեշտանք, բայց քանի օր հələ դատական պրոցեսներ կեշտա, քաղաքացիական գործ կա, հակակոռուպցիոնում գործ կա, վարչական դատարանում գործ կա, Ձի դուս կհանեն որ էլ վաբշե շանս չունենամ էլի էս բանը կծիկը քանդելու։ Ձեր խնդրանք պահանջը Թահակից, որպեսզի ձեր ժամանակ տան, մինչև հասկանաք ինչ եք անում։ Խնդրենք, եկել են գնացեք տակ, փորձել են օգնել, բայց հնարավոր չէ։ Տեպանոսյան Արամը չհամաձայնվավ, գրություն տար որ ինչ որ ժամանակ մենք մնանք տունը մինչև այս դատական հարցի հանգուցալ ուզումը, ինքը իրականում Տեպանոսյան Արամը գնորդն է, տունը Իբր չարուստավոր գնորդ։ Իր անունով է համենայն։ ավելացնելու այլ բաներ։ Խնդրեմ որ ժամանակ տրամադրեն, երկարացեկվի, մինչև այս գործը դատական վերջնական հանգուցալ ուզում ստանա, որ էլ էս բողոքարկելու ժամկետներ չունենամ, որ էլ հնարավորություն Իսկ գրավոր դիմել եք Թահակին։ Անպայման։ Տակին չէ, գրավոր չեն դիմում։ Գրնամ դիմեմ, եթե պետք է գրավոր, եթե օրենքով պահանջված կար կա, 3-18-ին վդարում կուդան, թուղթը կուկա 19-ին վդարում, դիք ճիշտ է։ Այսինքն ժամանակ չի տրամադրվել։ 4 օր։ Երկու 3 օր առաջ դակի աշխատակից զանգի տեղյակի բայր 19-ին դիքան կդարման Այս զանգը ինչ խոր կրնային պային վդարում է, բայց չեն կրնա զանգով տեղյակ պային, որ ձեր տունը աջուկտի է հանած։ Եթե զանգով կրնան վդարումը տեղեկացնեն, ուրեմն զանգով է հնարավոր տեղեկացնել, որ աջուկտի է հանել։ Այսինքն տեղյակ չեք։ Չէ, չեն եղել մարդիկ, չէ, տեղյակ ելին, էլ հա, հասկինանքը պետությունից փող է վերցել, մարդիկ պարտավոր են տալու։ Մուզեին իրանց բաժին իշկանորայր, տային իրանց տունը մնար իրանց։ Դոն գերոջս պետական պարտնել էի պատրաստ ես վճարելու, ժամանակացույց տային փագեի բրզնեի։ Այդ աջուկտին ես գիտեմ, որ ներգա բդիրնի տանտերը, եթե ինքը չի ելնի, ուրեմն իրակ բարեկավ։ Հələ մենակ ես չէ որ պետք է եղնեի աջուկտին։ Այսինքն իմ մաման վաբշե անկապ, այս գործի հետ, այդ պետական պարտի հետ, որին որ ես երաշխավոր եմ կայնեմ, մամա վաբշե հետ շնորհ կառնի, փողը կուտա յատեղու համար տունը կառնի։ Դուք երեք թե նույն բարածություններ 50% բաժնեմասով։ Այս բնակարանը պատկաներգային մամայիս Զինա Ասադուրյանին, ուրեմն երաշխավոր եմ կային ընկերոջս 13 թվականին։ Սնանկ է ճանաչվել, իր տունը կորցրել է տղեն,
Հիմա Ռուսաստանում է գտնվում։ Ուրեմն 21 թվականին կատարողական թեշտ է ստացել ՏԱԿ-ը, 16 թվականի օրենքն է կիրառել, ուրեմն կատարողական թեշտ է եղել է բնակարանի բռնագանձման վաճառքի վերաբերյալ, բնակարանը ապօրինի հանել են աջուրդ վաճառքի, որը ֆիքսված է դատարանի Արաքելյանի դատարանի կողմից, փաստաթղթերը բոլորը ներկա են, առկա են։ Ներկայացնեք։ Հա, կներկայացնեմ։ Ուրեմն դատարանը անվավել է ճանաչել աջուրդի որոշումը, փաստաբանի սխալի պատճառով աջուրդները եւ դրանից հաջորդող պրոցեսները թողել է անփոփոխ։ Իսկ Կադաստրային գրանցումը մինչ աջուրդի հանելը դուք նամակներ չեք ստացել, որ պարտավորություններ ունեք։ Աջուրդի վերաբերվող ոչ մի նամակ մենք չենք ստացել։ Մենք մշտապես բնակվել ենք այս բնակարանում 1991 թվականից, երբևիցե մեր տուրը փակ չի եղել, միշտ հիվանդ ծեր մայրս տունն է եղել, եթե նույնիսկ մենք բոլորս երիտասարդները տունը չեն եղել, մաման միշտ տունն է եղել։ Մեր տուրը երբեք փակ չի, մենք գիշերը դաժե տուրը չենք փակի բալինկով, մեր տուրը միշտ բաց է։ Նամակները չեն բերել ինչ-ինչ պատճառներով, ում կարգադարանքներով, ում հրամանով, ում ուղղորդությամբ, նամակները չեն եկել, աջուրդներից ընդհանրապես տեղյակ չեն եղել, աջուրդը ավարտվելուց հետո Տակից զանգ է տեղեկացրել են կնոջս Աշկիլուս են տվել, որ ծեր բնակարանը վաճառվել է գրոշներով, կադաստրային արժեքը իրանց տակի գնահատած կադաստրային արժեքն եղել է 11 միլիոն ու կես, վաճառվել է 5,770,000 դրամով, հալալ կես գնով։ Իրազեկվել եք, որոշումները ստացել եք։ Մի օրվա կվարավեն, տուն չունին, տեղ չունին, հոտեղ վարավեն։ Տվել եք երեք, եսօր կվարում է, ճիշտ է։ Դուք տեղյակ եք, չէ՞ որ հակակոռուպցիոն կոմիտեում գործ կա։ Բարույթ է։ Հարկելիս հարցերը ուղղակից։ Ում ուղենք որ դուք դենես վետարանում։ Ես չեմ գործում արքան գադիշ կատարող։ Ներկայացիչ եք, ում ասենք։ Ես վետարանում կենի, զգուշացնեն մաշտիկ տեղ չունին, վինանսապես ավավված չեն, ուր է շտան դուսը։ Դուք գործով ոնց որտեղ կողմ չեք հանդիսանում, ճիշտ է։ Ինչու դի կողմերնին ձեզ է, որ դուս կենեք կողմերնին։ Ճիշտ աշխատեք կողմերնին։ Անորեն գործերը կենեն ու կողմ կերնի։ Ինչը կենի մարդը կրնա թակից հարատուն առնի, մե մարդը անոտևան մնար իշկան Շատ շատ մի բարձրացրեք։ ուղղակի տոնայնություն է այդպես։ Ուղղակի խոսակցական ձայնս է այդպես, տոնը չի բարձրացնում։ Խնդիր չկա, ձեր իրավունքն է, խնդրեմ գմեզի դեմքերով շնորհարեք, դիք ամենաառաջին։ Երկրորդը կարիք կա հմի ձայնագրելու, որ ինչ որ ես խոսանք։ Մենք ուղղիտ ենք աշխատում, զգուշացենք։ Դե զգուշացել եք նախորդ։ Դե ասում եմ։ Կարող եք նախորդ զգուշացնել։ Դու հարցրել եք։ Սա շատ լավ, երեք ծեր գործողությունը սիրուն։ Անց հեռամխելի գումարը 5.8 տներ մամայի, որովհետև կադաստրային արժեքը 11.5 էր, կեսը իր գումարն էր։ Տունը ծախել են հենց այդ գնով։ Ու հիմի այդ գնի կեսը կուզեն մամային փոխհատուցեն, 29-ը կուզեն փոխհատուցեն։ Ընձեր ընդհանրապես զրկին գա վերջի կացարանի հնարավորությունից։ Վերջի կացարանի գումարը այդ թվականի օրենսգրքով
4.9 միլիոն է եղել, 4 միլիոն 900,000 դրամ վերջի կացարանի միանվագ գումարը, անձեռնամխելի գումար է, որ պարտադիր, եթե քաղաքացին բնակարանի սկզբի, այդ գումարը պետք է փոխհատուցվի պարտապանից։ Այն մյուս մեր ցուցմունքները, մենք ինչ որ ունենք փաստեր, կարելի է ամեն ինչ ասել, որ ժողովուրդն իմանան, որ ինչի հիման վրա է վաճառվել 23 թվին մենք բան քրեական գործ հարուցեցինք, որը Արամ Տեփանոսյանի վրա մեր տուն քնորտը հենց ով որ առել է։ Ունի տակից 14 թմված տուն, իսկ ինքը սխալ, այո, փաստերով խոսանք։ Ինքը սխալ ցուցմունք տվել է այն բանով, որ ինքն ու կինը իմացել են, որ տակը տուն է վաճառում, հարի հայթայթել են գումարը, բարեկամների չգիտեմ ումից, բայց իմացել ենք էլի Գյումրիում խոսքեր կան, որ տակի աշխատողը ինչ որ տոկոսով գումար տվող մարդկանց հետ համագործակցելը, երևի դրանց հետ են ամեն ինչը։ Մեկ էլ իմացել ենք, որ Արամ Տեփանոսյանը, ով որ տունը գնել է, կոնկրետ ինքը գնորդը չի եղել, իր անունով ու ազգականների անունով կգնեն, հենց գնորդը ով որ է, տակի հետ կապված տոկոսով գումարներ տվող այդ մարդկանց հետ է, կուզենք իմանանք, թե Արամի կինը, ամերցակը, ինքը ըտկան գումար որտեղից իրանց, որ տարկի բոլոր տները կգնել ու արկ ու վաճառ կկազմակերպել։ Սովորական քաղաքացին ինչ որ տեղյակ չեմ, հեչ մի անգամ։ Ես իմ բնակարանից հաջորդից տեղյակ չեմ։ Կուկակ